Բողոքների քննարկումը շարունակվում է, դատականիստերի քաղաքական զեկուցել ովքեր ներկայացել դատականիստին։ Դատականիստին ներկայացել են Մեղադրյալ Միքայել Աջապարյանը, պաշտպաններ Զորակյանը, Ահավանյանը, Ալթունիսը, Ֆարմանյանը, Սարգսյանը, Մարային մեղադրողներ Հարությունյանը և Նավարյանը։ Շատ լավ, հիշեցնեմ, որ նախորդ դատականիստին լսեցինք պաշտպանական կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, այնուհետև դատականիստը հետաձգվեց աշխատանքային խորհրդի պատճառով։ Միջնորդության կապակցությամբ որևէ լրացրած դիրքորոշում ունեն կողմերը։ Ոչ, պնդում ենք։ Նման պայմաններին դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է Մեղադրյալ Գևորգ Միքայել Աջապարյանին շահի պաշտպանել Ռոման Ահարոնյանի, Արա Զորակյանի, Եղեմ Սարգսյանի, Հարութ Ալթունիսի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդություն բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Աջապարյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կանոնի փոխել և նրա նկատմամբ որպես այժմերանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն 100 ժողովի փողոց 6, իսկ բժշկական հաստատություն ստացիոնար բուժում մասնիկ պայմաններում տվյալ բժշկական հաստատություն և բացակայելու արգելք։ Տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվարկել Մեղադրյալ Գևորգ Միքայել Աջապարյանին փաստացի հաշվառալ վերցնելու պահից։ Խափան միջոց տնային կալանքի գործողության ընթացքում արգելել Մեղադրյալի շփում ունենալ բնակության վայրում քյուր գալու այլ անձանց նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ օգնել աղտավության այդ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում Մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայողի և վարչատնտեսական մասի 1 աշխատակցի։ Անհրաժեշտության դեպքում Մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնել բժշկական անձնակազմը, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու կամ վերահսկողություն իրականացնել մարմինների կապ հաստատելու դեպքի վրա, իսկ այդպիսի դեպքում այդ մասին անապահ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմինին։ Տնային կալանք խափան միջոցի կատարում և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել է Ժողովրդական նախարարության պրոբացիայի ծառայության։